Բանակի օրվա արդիվ պարգևատրվում է երկու զինծառայողների մայրը։ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով տուժած հայերի շարքերում էին նաև կազանչյանները։ Շատ հայրենասեր է, ցանկացա, որ երեխաներին բերի այստեղ ծառայեն, հայրենիքի համար, երեխաներն էլ դեմ չէին։ Նատալի Դավթյանի որդիներն արդեն հայկական բանակում են սահմանապահ զորամասերից մեկում, տղաներից ավագի ծառայությունը կիսվել է, կրտսերը նորակոչիկ է, նոր է սերտում զինվորական գործի Այբուբենը։ Շատ ուրախ եմ, որ եկեմ իմ հայրենիքից ծառայեմ, ու մանավանդ, որ եկեմ աղբորիս մոտ, միասին ծառայում։ Ծնողները Երևանում են, որդիները զորամասում համազգեստով, Մեսրոպին դիմավորեց ավագ եղբայրը։ Գևորգը ծառայությունն անցկացնում է դիրքերում, մարտական հերթապահություն է իրականացնում։ Հայ զինվորը պետք է ծառայի, պետք է բարգ տա հայրենիքին, հայ զինվորը պետք է սահման պահի։ 1 տարի է ինչ պաշտպանում է սահմանը, հսկում խրամատը, ընդ որում բարձր գիտակցմամբ, սա Հայաստանն է, բոլոր հայերի հայրենիքը եւ պետք է այն պահել ու պաշտպանել անձնվիրաբար ու հերոսաբար։ Մարտական դիրքերում ցերկ ես բերում լավ ընկերներ եւ դառնում ես ավելի հայրենասեր։ Այս ընթացքում եղբայրը շարահրապարակում է, սովորում է զինվորական կարգ ու կանոնը, շարային պատրաստություն է անցնում։ Հիմա ես պատրաստվում եմ, որ երթում դամ եւ ամեն օր բարաբում ենք։ Երկուսն էլ հանդիպում են 2 շաբաթը մեկ, երբ եղբայրը վերադառնում է դիրքերից, խորհուրդներ տալիս կրտսերին, գոտեպնդում ու ներկայացնում զինվորական գործը։ Սա հայրենասիրության շոշափելի վկայությունն է յուրաքանչյուրի համար Հայաստանում, թե հայրենիքից դուրս, որ վերադառնան ու իրենց պարտքը կատարեն հանուն մեր սահմանների անվտանգության եւ հայրենիքի հուսալի պաշտպանության։ Դավիթ Դավթյան, Զավեն Մաթեոսյան, Զինուշ։